Ողջույն բոլորին, այս տեսանյութում մարտի 15-ի լուսնային օրացույցն է։ Մինչև ժամը 06:58 րոպե դեռ կլինի լուսնային 25-րդ օրը։ Սկսված ժամը 06:58 րոպեից մինչև մարտի 16-ը ժամը 07:09 րոպե կլինի արդեն լուսնային 26-րդ օրը։ Այսօր լուսինը կանգնած դիրք չունի։ Մարտի 15-ին լուսինը գտնվում է ջրհոս նշանում, սրոնքները, կոճերը, աքիլեսյան ջիլը, նախաբազկի մկանները և վահանաձև գեղձը, մարմնի և օրգանների այս մասերը բավականին զգայուն են և ուշադրության կարիք ունեն, վիրահատություններ կարելի է, բայց ոչ նշածս օրգաններում։ Լուսնային 26-րդ օրվա խորհրդանիշը դա դոդոշն է և ճահիճը, դոդոշը դա ստերի բացահայտումն է, օրվա կարգախոսը հավասարակշռություն գտնելը հաջողության գրավականն է, օրվա գույները կանաչ և դեղին, օրվա քարերը ժադեիդ, նեֆրիտ և քրիզոպրաս։ Այսօր ձեր տրամադրությունը անընդհատ կարող է փոխվել։ Ինքը այդքան էլ բարենպաստ չի համարվում։ Այսօր չարժե ինչ-որ բան անել կամ սկսել, քանի որ այդ օրը ոչ մի բան ձեզ մոտ չի ստացվի։ Ամեն ինչ շատ անբարենպաստ կստացվի ձեր և ձեր գործունեության համար։ Աշխատեք այսօր գումար չծախսել խոշոր գնումների վրա, քանի որ ապագայում կտեսնեք, որ ձեզ ընդհանրապես պետք չէր դա։ Ուշադիր եղեք, հնարավոր են կողոպուտ և կարող է որևէ բան դուք ինքներդ կորցնեք։ Եվ իհարկե եղեք հավաքված, քանի որ այսօր հնարավոր են շատ կոնֆլիկտներ։ Փորձեք ավելի քիչ շփվել մարդկանց հետ, որպեսզի խուսափեք կոնֆլիկտներից։ Շփվեք միայն այն մարդկանց հետ, ում իսկապես վստահում եք։ Այսօրվա համար մի ծրագրեք որևէ ճամփորդություն, այլ պարզապես մնացեք տանը։ Վարորդներին խորհուրդ, որ շատ զգույշ լինեն և վեճերից և հատկապես մեքենա վարելիս։ Հնարավոր են արտակարգ իրավիճակներ։ Փորձեք վատ բաների մասին չմտածել, այլ միայն լավ բաների մասին մտածեք։ Նաև հարաբերություններում կարող են լուրջ վեճեր լինել։ Վեճերից հետո կարող է ձեզ ավելի դատարկ զգաք և ընկճված։ Եթե կարողանաք հաղթահարել ինքներդ ձեզ և ապագայում ձեր մեջ զարգացնեք մեծ համբերություն, ինչպես նաև ուրիշներին ներելու կարողություն, ապա կկարողանաք տիրապետել լուսնի այս ծանր էներգիային և այն վերածել մաքուր սիրո, ինչը ձեզ թույլ կտա դառնալ իսկապես երջանիկ և պայծառ մարդ։ 26-րդ լուսնային օրը դուք պետք է ուշադիր հետևեք ձեր առողջությանը, քանի որ այսօր ծագած հիվանդությունները կարող են շատ լուրջ լինել և հանգեցնել վտանգավոր հիվանդությունների։ Սպորտով զբաղվելիս ձեզ շատ մի ծանրաբեռնեք, կարող եք վնասվածքներ ստանալ։ Այսօր չի կարելի միս ուտել։ Կարող են խնդիրներ առաջանալ աղիքների և ստամոքսի հետ։ Այսօրը հարմար է մերսման, հատկապես ասեղնաբուժության, ինչպես նաև կոսմետիկ պրոցեդուրաների համար։ Դեմքի խնամքի համար բարենպաստ շրջան է, բայց ոչ մի դեպքում մի դիմեք ատամնաբուժի, հատկապես ատամի հեռացման համար։ Կարող եք նվազեցնել գորտնուկները, խալերը և մաշկի այլ թերությունները։ Լուսնային 26-րդ օրը ազդրերը, եղունգները և ատամները շատ խոցելի են։ Հիանալի օր է մաշկի բուժման և գեղեցկության սրահներ այցելելու համար։ Այսօր չարժե վերանորոգում կամ շինարարություն սկսել։ 26-րդ լուսնային օրը շատ վատ է աշխատանքի և բիզնեսի համար։ Այսօր անհնար է որևէ բանակցություններ վարել։ Պետք չէ գործարքներ կնքել, պետք չէ ֆինանսական գործարքներ իրականացնել։ Գործարարները պետք է հատկապես զգույշ լինեն և ուշադիր լինեն իրենց գործընկերներից։ Հնարավոր են վեճեր ու սկանդալներ գործընկերների և վերադասի հետ։ Լավ օր է փաստաբանների համար, նրանք առանց ջանք գործադրելու իրենց գործը շահելու են, պաշտպանելով հաճախորդին դատարանում, իսկ ուսանողները, ովքեր նոր են սովորում իրավաբան դառնալու համար, անկասկած լավ կհանձնեն իրենց քննությունները։ Այսօր բարենպաստ շրջան է նրանց համար, ովքեր որոշել են թողնել աշխատանքը։ Դուրս գալու հետ կապված խնդիրներ չեն լինի։ Բացարձակապես հարմար օր չէ ռոմանտիկ ժամադրության և հարաբերությունների համար, քանի որ շատերի համար օրը ծանր է էմոցիոնալ առումով և չունի ռոմանտիկ տրամադրություն։ Հարմար օր չէ ամուսնության կամ նշանադրության համար։ Օրը հարմար է ավարտված ու հնացած հարաբերությունները խզելու համար։ Լավագույն օրն է ամուսնալուծության համար։ Մազերը կտրել չի կարելի, իսկ ներկել կարելի է, կլինեք ավելի մարդամոտ և գրավիչ։ Բեղմնավորված երեխային սպասվում է հարստություն և փառք։ Նա կարող է շատ բանի հասնել, բայց տարօրինակ կերպով։
վտանգավոր փառասիրությունը կարող է խոչընդոտ դառնալ նպատակին հասնելու համար։ Նման մարդը միշտ վճարում է անցյալի մեղքերի համար, բայց նաև ստանում է ավելին, քան բարի գործերի համար։ 26-րդ լուսնային օրը ծնված երեխան բարեկեցիկ և հարուստ կլինի, բայց հնարավոր է նաև, որ նրան հաճախ կողոպտեն։ Յուրաքանչյուր ոք, ով ծնվել է 26-րդ լուսնային օրը, պետք է սովորի բերանը փակ պահել, ընդհանրապես, հնարավորինս քիչ խոսել, ձեզ նաև թույլ մի տվեք բան ասել։ Եթե ինչ-որ մեկին խոստում եք տվել, պետք է կատարեք այն, որքան էլ դա ձեզ համար դժվար կամ անհարմար լինի։ Այս լուսնային օրերին երազները ցույց են տալիս ձեր բնավորությունը։ Ձեր երազներում դուք կարող եք իրականում տեսնել ինքներդ ձեզ։ Եթե դուք ձեզ հաջողակ, ամենակարողն եք տեսնում, ապա ժամանակն է իջնելու երկնքից և սթափ գնահատելու ինքներդ ձեզ։ Եթե դուք ինքներդ ձեզ դժբախտ եք տեսնում, դուք շտապ պետք է բարձրացնեք ինքնագնահատականը և հարգեք ինքներդ ձեզ։ Բայց աշխատեք շատ ուշադրություն չդարձնել երազներին, այլ լավ նայեք ինքներդ ձեզ և գնահատեք ամեն արժեքավոր բան։ Այսօր երազները իրականանում են, և դրանք նաև հանգեցնում ցանկությունների իրականացմանը։ Ժամանակն է ձեռք բերել այն ամենը, ինչ ցանկանում եք։ Այցելեք տաճարներ և եկեղեցիներ։ Եվ հավելյալ քարերն են, թալիսմանները նաև զարդանախշը, դեղին նեֆրիտը, ժադեիդ և քրիզոպրաս։ Եվ ինչ կարելի է անել այս լուսնային օրը, ամենօրյա գործեր, մերսում, սպա սալոն, կոսմետիկ ընթացակարգեր, փոքր գնումներ։ Ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը, նոր առաջադրանքներից, նոր նախագծերից, հաղորդակցություններից, շփումից, մասնակցություն զանգվածային միջոցառումներին, լուրջ ձեռքբերումներից, այսինքն մեծածավալ թանկարժեք գնումներից և ակտիվ սպորտային գործունեությունից։ Եվ այսօր բարենպաստ է թողնել ծխելը, մաքրել լյարդը, նաև բարենպաստ է ներկել մազերը, ներկել չի կարելի, չէ կարելի է, խառնեցի, նաև բարենպաստ է անշարժ գույք ձեռք բերել, հարցազրույցի համար է շատ լավ, և նաև դեպիլացիա և մազահեռացում սափրվելու համար ևս շատ լավ է։ Իսկ այգեգործության համար, սենյակային բույսերի վերատնկման համար է լավ, կակաչների, բուժիչ բույսերի հավաքելու համար է լավ, պղպեղի սածիլների համար, ձմեռային ցանքի, սխտոր հավաքելու համար, կաղամբի սածիլների համար է լավ, լոլիկները, նաև բարենպաստ է խնձոր քաղել, ելակի տնկումը, պահպանել միրգը, բանջարեղենը, չգիտեմ ինչպես է դա լինում, սող հավաքել և սենյակային բույսերի կտրման համար է շատ լավ։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։